Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Պարզում է, որ լայն տաբատները շատ զգայուն են, շատ լվանալու դեպքում նրանք պարզապես նեղանում են։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Ինչպես միշտ, այս ժամին դուք միացնում եք ձեր հեռուստացույցը, որպեսզի դիտեք Armenian Evening հաղորդաշարը եւ տեսնեք, թե ով է այսօրվա հյուրը լինելու։ Ասեմ, որ այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր ինքնատիպ հյուր եւ կարծում եմ մեր այսօրվա հարցազրույցը լինելու է շատ հետաքրքիր եւ շատ բովանդակալից։ Այնպես որ ինչ եք անում դուք այս պայն դիտում եք Armenian Evening, ինչ ենք անում մենք այս պայն ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է Lido Palm Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Այստեղ շատ հաճելի լավ ժամանակ կարող եք անցկացնել եւ ասեմ, որ շատ առողջարար, որովհետեւ այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրով, տաք ջուր։ Մենք հիշում ենք այդ տաք ջուրը, հիմա էլ այստեղ կա տաք ջուր։ Այնպես որ իրոք համեցեք այստեղ, այս ամենը կարող եք հենց լողավազաներում օգտվեք այդ տաք հանքային ջրից եւ իհարկե շատ լավ ժամանակ անցկացնեք։ Հեռախոսահամարն է 760 329 63 եւ մեր այսօրվա նախագծի գործընկերն է, ներողություն, ոչ թե այսօրվա, մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ ցանկանում են ձերբազատվել, այնպես որ եթե դուք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն նման խնդիր, ապա ճանապարհը մեկն է 911 Detox Center, իսկ հեռախոսահամարն է 409 9000 911։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա ընդգրկված նորությունները եւ այնուհետեւ արդեն սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Հնագետների միջազգային թիմը Հյուսիսային Մակեդոնիայում հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու տատի հնարավոր ծննդավայրը։ Թե որքան շիշ էր խմել հնագետների միջազգային թիմը առայժմ անհայտ է։ ԱՄՆ-ում Ֆլորիդայի մի կին ձերբակալվել է իր հուշանվերների խանութից մարդու ոսկորներ վաճառելու մեղադրանքով։ Այն հարցին, թե ինչը ստիպեց նրան դիմել այդ քայլի, կինը պատասխանեց, որ արդեն տանը տեղ դնելու տեղ չկար։ Իդեպ այս հայտարարությունից հետո կնոջը կրկին ձերբակալեցին։ Մենք ընդամենը մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է սիրված երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանը։ Տիգրան ջան, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար, շնորհակալ եմ քեզ, որ այսօր մենք երեկոն կանցկացնենք միասին։ Իմ համար շատ յուրահատուկ, առանձնահատուկ է միշտ ընդունել այն մարդկանց ինձ մոտ հյուր, ովքեր այսպես իմ նման հին են, ասենց կարելի ասել, որովհետև ես այդ հին լինելը ինձ համար շատ կարևոր է եւ շատ գովելի է, եթե կարելի ասել։ Տիգրան ջան, իհարկե մենք հնի մասին կխոսենք, բայց ուզում եմ անպայման այսօրվա մեր զրույցը սկսել մի շատ կարևոր նախագծի մասին, որը արդեն շուտով, եթե չեմ սխալվում, մինչև տարվա վերջ արդեն կլինի ասպարեզում, խոսքը քո եւ Նուրի համատեղ նախագծի մասին է, որտեղ ընդգրկված են լինելու ֆոլք, ժողովրդական երգեր, այդ ամենը լինելու են նորովի։ Կխնդրեմ մի քիչ պատմես առասարակ ինչպես ծնվեց գաղափարը, այս դժվար պայմաններում ինչպես համարձակություն ունեցար Նուրի հետ միասին կոչել կյանքի այս հրաշալի նախագիծը, ես կարող եմ ասել, եւ դա միանշանակ, խնդրեմ։ Միտքը ծնվեց 17-ի կեսերին, 2017-ի։ Այդ ժամանակ ինչ-որ ոտնձգություններ կային դեպի հայ մշակույթ, թուրքերի եւ ադրբեջանացի կողմից։ Այն որ տենց դուդուկը մերնա, քամանչեն մերնա, տուդը մերնա, բան եւ այլն, սա մերնա, տոլման բան եւ այլն, հա։ Բայց նու պագազին հայ է։ Մեկը նու պագազին հայ է, հա։ Ապելեն էլ հայ, հա։ Ուրեմն
Հա, մտածեցինք, որ ինչ որ ժամանակի երևի կանրադառնան նաև մասնագիտությունների, որոշեցինք, որ մասնագիտությունների մասին պետք է երգեր գրվեն եւ սկսեցինք ընտրել հայկական մասնագիտություններ, գորգագործ, գինեգործ, ուրեմն խաչքարագործ բնականաբար մի խոսքով 11 մասնագիտություն, այո, շատ բոլորը չասենք, որ մի քիչ էլ այսպես որ շատ փակագծեր չբացենք, հա։ Եվ սկսեցինք գրել այդ մասին ուրեմն երգեր։ Սկսվեց նրանից, որ այսինքն մի րոպե գաղափարը եղավ ընտրվեց մասնագիտություններ, թվով առայժմ 11 մասնագիտություն եւ արդեն գրվեց երգեր, ով էր գրում, այսինքն բառերը, թե երաժշտություն։ Տեքստը գրում էր Նուրը, ես գրում եմ երաժշտությունը։ Ընդ որում սովորական ձևով չէր ընթանում ամեն ինչ, այսինքն երաժշտությունը չկար, որի վրա գրվում էր տեքստը։ Ես պայմանը նենցել, որ Նուրին ասեցի, արի դու գրի տեքստերը, ես փորձեմ վրան երաժշտություն ու շատ լավ ստացվեց, որովհետև այդ տվյալ տեքստը, որ կարդում էի, ինքը իր մեղեդին միանգամից ոնց որ թելադրեր։ Շատ լավն է այդ, իդեպ ասեմ, շատ հետաքրքիր ուրեմն պրակտիկա ունեցանք այդ ամեն ինչ մեկը։ Եվ ստացվեց, տենց դեմո վերսիաներ կան, որոնք հետո կդառնան, ու հիմա դեմոն լիքը Տիգրան Պետրոսյաններ են երգել, բոլորի ձայները ես եմ ալտ, ընդհուպ միջև սոպրանո, բաս, տենոր պարզա, բարիտոն եւ այլն, հա։ Մի երգի մեջ Աննային եմ խնդրել Մանուչարյան, որ երգի, որտեվ տենց այդ վերևները ընդհանրապես չի ձգում։ Բայց հետո պետքա երգի խոր, խորը Ռոբերտ Մլքյանի խորի մասին է խոսքը, ֆանտաստիկ պրոյեկտ է լինելու եւ այդ պրոյեկտը չի կանգնելու, այսինքն այդ 11 երգով, այլշուտ արդեն 12 երգով չի սահմանափակվելու, ինքը անընդհատ թարմանալու է, ինքը անընդհատ լինելու է, հուսամ, որ որը ժամանակ հետո դա կընդգրկվի ուրեմն դպրոցներում, մանկապարտեզում, ինչու ոչ, այո, փոքրիկները։ Այո, ազգագրական երգը շատ կարևոր բան է, մշակույթը, մեր ինքնությունը, մեր մշակույթն է, այսինքն իսկ քանի որ երգարվեստը ամենաազդեցիկներից մեկն է, քանի որ երկու կոմպոնենտ է պարունակում իր մեջ խոսք եւ երաժշտություն, երկակի ազդում։ Ինքը պետք է լինի եւ ինքը պետք է լինի հայկական լադերի մեջ, ինքը պետք է լինի մերը, ոչ թե դրսից ինչ որ եկած ինչ որ աննպատակ բաներ։ Տիգրան ջան, ես գիտես, դու իհարկե դու ստեղծագործող մարդ, Նուրը ստեղծագործող մարդ, բայց այնուամենայնիվ հաշտերը անցնում այդ process-ը, որովհետև բառերը գրելը երաժշտությունը չի եղել ինչ որ այդ ընթացքում ստեղծագործական իհարկե։ Դե թեժ իհարկե եղել է, ոնց չի եղել։ Սովորաբար Նուրը գրում է իր մոտ այդ ուրեմն տեքստերը գալիս են, երբ ինքը, ասենք, օդում է, թռնում է ինչ-որ միտեղ երկրից երկիր, բան եւ այլն։ Օդերում է գրում։ Մուսան վերևներում է հայտնվում։ Հետո ինձ արդեն ուղարկում է, ասենք, ենթադրենք հասնում է, չգիտեմ, Իսպանիա, ինձ ընդեղից տեքստը ուղարկում է, կարդում եմ, ասում եմ, հա, լավն է, իջել ես օթերից, հա, դե հիմա տեստողը խնդրում եմ արի վերանայենք, հետո է մյուս հետո, տենց, հա, տենց բծախնդրությունը, հա, բայց օրինակ շատ ենք ուսումնասիրել եւ Նուրն էլ է բծախնդիր խայտարակ, նույնը արել է Նուրը, այսինքն տեքստերը գրելուց ուղղակի տեքստերը չի գրվել։ Այսինքն եթե մասնագիտության որևէ մասնագիտության մասին է տվյալ երգը, այսինքն մասնագիտությունը պետք է մատ ուսումնասիրես։ Եվ Նուրը գնում էր, տեսնում էր, այսինքն խաչքարագործներ, դիտալներ էր ինչ որ իմանում, այսինքն գինեգործ
գորգագործ եւ այլն, այսինքն օրինակ գինեգործի երգի մեջ կա մի բան, որ խաչով օրտնեմ այս գինի ոնց որ խաչով օրտնեմ, այդ խաչով օրտնելը ինչ էր ժամանակին եւ կարծեմ գյուղերում հին գինեգործները մինչեւ հիմա դա անում են, այն խաղողը, որը որ ճզմվել է, այդ խաղողի վազի հողը, վազի տակի հողից մի բուր վերցնում էին, բերում էին sense կուժի մեջ խաչ էին անում։ Ինչ հետաքրքիր է։ Ինքը համ ոնց որ աստծո օրհնությունն էր ստանում, համ բոլոր այն ռուսական ասած սիվուշնի մասլա, այդ հողը սաղ քաշում էր իր մեջ, այսինքն ֆանտաստիկ հետաքրքիր իրոք օրինակ այդ նրբությունն է, որը հին գինեգործները գիտեն դրա մասին եւ երգի մեջ այդ տեքստը կա կամ օրինակ գորգագործի տեքստի մեջ կան բառեր հենքը երկու կապով գործը եմ, դա որտեվ հայկական գորգը ինքը մի կապով չի եղել, ինքը երկու կապով է եղել։ Դրա համար այսօր հայկական գորգեր նայում ես 500 տարվա, չգիտեմ 600 տարվա գորգեր, իրանք չեն խախտվել, չեն դիֆորմացվել, իրանք ուղիղ հստակ են, այսինքն կարող է վրայից ինչ որ մի հատ շերտ դուրս եկել, բայց հա, պարզ է տարիների ընթացք, բայց ինքը չի դիֆորմացվել։ Դա հայկական գորգի բնութագրերից մեկը դա է եւ իհարկե վիշապանախշը, որը մենք ունենք, եւ դա չի կարող ասենք պարսկական։ Այդ պարզը եթե վիշապանախշը կա, ուրեմն հայկական գորգ է։ Իդեպ ուզում եմ ասել քեզ, բայց այդտեղ շատ նաեւ նշանակություն ունի, թե ոնց ես դու ներկայացնում, հա, PR ինչպես ես անում, որովհետեւ հիշում ես մի դեպք էր, կարծեմ դու էլ գիտես դրա մասին կապված գինու հետ, հա, երբ Վրաստանում գտել էին, ինչ էին, հիշում ես, գտել էին մի բան եւ Վրաստանում գտել էին կուժ, ահա կուժ էին գտել եւ կուժի մեջ կար ուրեմն խաղողի կորիս, երկու հատիկ թե երեք հատիկ եւ որոշել էին, որ իրենց գինեգործությունը այլևս 8000 տարվա պատմություն ունի։ Մեզ մոտ գտել էին գործարան, այսինքն 6100 տարվա պատմություն ունեցող գործարան։ Հա, դե իհարկե վրացական լոբինգը անցավ գժական անցավ աշխարհով մեկ եւ իրոք պետք է ասել, որ մարդիկ ունեն գինիներ, որոնք շատ լուրջ գինիներ են, հա։ Հա, բան չունենք ասելու, կա տենց բան, իսկ մեր մոտ կան գինիներ, որոնք 6100 տարեկանին չի համապատասխանում, այսինքն բացում ես այդ պրոբկան, երբ որ հանում ես, քացախի օտա գալի, թթվել է, այսինքն այդ պրոբկայի եւ գինու արանքում ընկած այդ դատարկությունը, որ վակյուում պետք է լինի, այդտեղ պարզապես առանց վակյուում են այդ պրոբկան դրել, օդ հայեղել, թթվել է։ Այսինքն գործարանը պետք է այդ վակյումը ունենա, էլի, այսինքն արդեն 6100 տարի առաջ չի եղել երևի այդ բաները դրա։ Հա, բայց չի եղել, բայց այդ բան չի թթվել, ոնց է։ Ոնց է եղել։ Շատ լավ։ Շատ լավ։ Եվ Տիգրան ջան, հիմա փաստորեն 11-12 արդեն գործ, նո դեմո վերսիաները իհարկե պատրաստ են, այնուհետև երբ մոտավորապես, հա, իհարկե խոսենք քիչ ուշ դրա մասին, բայց այնուամենայնիվ երբ եք պատրաստվում արդեն ամբողջական տեսքով, որպեսզի ներկայացվի այդ ամենը։ Հիմա ընթացքի մեջ է ամեն ինչ, մասնակցելու են պրոյեկտին շատ լուրջ մարդիկ, Ռոբերտ Մոլքեյան, որը արդեն գիտի երգերի մասին, բոլոր երգերը լսել է, շատ ուրախ է, որ պետք է ոնց որ իր ձեռքն էլ կպնի այս ամենին, եւ Անդրանիկ Բերբերյան։ Շատ լավ։ Դե քիչ ուշ ավելի մանրամասն կզրուցենք, հիմա եթե դեմ չես, իհարկե խոսեցիր իհարկե դեմո տարբերակների, դեմո վերսիաները որ կան, մի փոքրիկ դեմո լսենք։ Դեմ չես լինի։ Իսկ արդեն լսելուց հետո այդ փոքրիկ հատվածը կասես, որ մասնագիտության մասներ խոսքը գնում։ Եղավ։ Սիրելի հեռուստադիտողներ, եկեք մի փոքրիկ հատված այդ դեմո տարբերակը լսենք, ձեզ մի փոքրիկ ուզում եմ գաղտնիք բացել, ճիշտ ասած Տիգրանը չգիտի, որ մինչ հաղորդում ես արդեն թաքուն լսեցի եւ այնպիսի տպավորված եմ
այսպես հաղորդումը սկսեցի տպավորված, մինչ այդ տպավորության մեջ եմ այդ ամենի։ Հիմա դուք նույնպես այդ փոքրիկ հատվածը կլսեք եւ կհասկանաք ինչի մասին է խոսքը գնում, որովհետեւ սա պարզապես մի հրաշալի գործ, հրաշալի գործի դեմո տարբերակն է, այսինքն դա հələ որ իհարկե ամբողջական տարբերակը չէ։ Խնդրեմ, եթե կարելի է լսենք, վայելենք։ Կյանքի եկավ մի նորածին, աշխարհ ցնցած զրինգլացին, Աստծո գրկից նրան արան, ու դեպի կյանք նրան տարան, հելի լելի ասեղթելի, այն թափ կարով աշխարհքելի, հելի լելի ասեղթելի, այն թափ կարով աշխարհքելի, հրեշտակի քնքուշ թևով, բարուրեցին, ու մոր կրծքի անուշ կաթով, կեսին խնձին քնացրեցին, հելի լելի ասեղթելի, այն թափ կարով աշխարհքելի, հելի լելի ասեղթելի, այն թափ կարով աշխարհքելի, քնեց կերավ ու մեծացավ, տեսավ համսեր համելշացավ, տխրեց լացեց ուրախացավ, դժբախտ եղավ երջանկացավ, հելի լելի ասեղթելի, այն թափ կարով աշխարհքելի, հելի լելի ասեղթելի։ Բրավո, բրավո, իրոք հրաշալի շատ կո։ Որ մասնագիտության մասն է խոսքի դեպ։ Ինչ որ թել ասեղ որոշակի առումով հա, հելի լելի ասեղթելի լելին այն թափագործ լելի մասին է խոսքը։ Դա շատ սիրուն այն թափանախշնա, այն թափակարնա, որ իդեպ ասեմ շատ հայտնի դիզայներներ աշխարհահռչակ օգտագործել են իրենց դրեսերի մեջ օգտագործել են այդ նախշնչուր էլեմենտներ եղել է։ Իդեպ նորը ինչ որ եթե չեմ սխալվում Իսպանիան հանգստանալու ժամանակ մի կնոջ հետ է ծանոթանում բազմա կինը այդ ամեն ինչին տիրապետում է։ Այո, եւ շատ քիչ տենց մասնագետներ կան հիմա, չգիտեմ ինչ է անում նուրը, ինչ է անում։ Այդ կնոջը բերում է Հայաստան, մարդը դա ապրում է իր համար պատկերացնում։ Այդ կնոջը բերում է Հայաստան, այդ կինը բացում է Հայաստանում դպրոց, հիմա դպրոցը կա գործում է եւ այն պատկերացնում։ Հիմա մենք այդ այսինքն մասնագիտություն շարունակող ունենք։ Ֆանտաստիկ մի բան։ Իրոք ֆանտաստիկ եւ Տիգրան ջան, ուզում եմ իրոք շնորհակալություն հայտնել, որովհետեւ այս ազգագրական այս ամենը պահելով այսօր այս դժվար, շատ դժվար պայմաններում երբ շատ կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, այդ ամենը կարողանում ես պահել, նուրը հետ միասին կարողանում եք այս նախագիծը կյանքի կոչել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Դե խոսենք իհարկե դեռ, մենք անդրադառնալու ենք սիրելի հեռուստադիտողների հայրկայ հրաշալի նախագծին դեռ մեր հաղորդման ընթացքում։ Հիմա արի խոսենք եւս մի նախագծի մասին, որ մինչ այս էր խոսքս Ethno Rules նախագծի մասին, եթե չեմ սխալվում, որոշակի առումով արդեն պարզ է ինչի մասին է անվանից ելնելով, բայց այնուամենայնիվ ինչ է դա Ethno Rules նախագիծը եւ ում հետ է համագործակցում։ Ուրեմն էլի միտքը այն էր, որ պահենք մերը։ Նորից, հա, մեր հին երգերը փորձենք ինչ որ remake անենք, բան եւ այլն, իրանք այսօրվա, այսինքն գործիքներով հնչեն, այսօրվա ավելի ժամանակակից ինչ որ բան ունենան։ Հա, Վարդանի հետ Զադոյան որոշեցինք, որ ինչ որ բռնվելու ենք դրանից ու սկսենք, հա, մի քանի երգ տենց արեցինք, հետո կարծեմ 3 թե 4 գործավոր հներից է, մնացածը ուրեմն իմ ու Վարդանի գրված երգերն են, հա։ Հա, Վարդանը գրում էր բառերը, դու երաժշտություն։ Հիմնականում հա, բայց երգեր կա, որ Վարդանն է գրել մեղեդին, կարծեմ ինչ որ հիմա չեմ հիշի հստակ, բայց process-ի մեջ ինչ որ Վարդանը գրեց կուպլետը, հետո ես շարունակեցի պրիպևը, հետո տենց ինչ որ ընդհանուր մի հատ գործ է։ Հիմա որ հիշես, որ ասեմ
վարկիչն ես, որն ես դու գրեթե չենք հիշելու 100%, հաստատ չենք հիշելու, ընդհանուր գործ է, կարևոր չի, կարևորը որ ինքը ստացվել է, այսինքն ռեզուլտատն է կարևորը։ Այդպես, Աննան Մանուչարյան միացավ այս պրոյեկտին, ինչի համար որ շատ շնորհակալ եմ իրեն, ինքը տենց իր ձայնով ավելի ոնց որ երկու դինոզավրի արդեն ավելի դեպի գեղեցիկ սերը դինոզավրերի մուտք ավելի նրբացավ այդ ամեն ինչ, ինքը ավելի տենց շատ հետաքրքիր գույն տվեց իր ներկայությամբ, հա իրականում 19 թվին ռիլիզ եղավ ալբոմը հոկտեմբերի 23-ին մինչև հիմա լսում եմ շատ է դուրս գալիս, այսինքն օրինակ իմ ալբոմը կհիշես 2006 թվականին որ դուրս եկավ, ասենք հիմա որ լսում եմ դե էլի recording mixing սա իմն է, հիմա լսում եմ այս mix-ը մի քիչ կարելի է սենց անել, նենց անել, այս մեկը արդեն եւս 19 թվի, ինչ 5 տարի հաստատ անցել է, 5-6 տարի, ոչ մի բան չի ուզենա կպնել, այսինքն ինքը ոնց կա, շատ մնացել, շատ լավ։ Տիգրան ջան, դե հիմա արի մի քիչ խոսենք իհարկե անցած օղոքո մասին, որովհետև դու այդ հնաբնակներից ես, մենք արդեն խոսեցինք դրա մասին, ով ստեղծում էր բարձրակարգ երաժշտություն, ով ստեղծում է, նույնպես մեր օրերում։ Ինչու ըստ քեզ իհարկե թեման մի քիչ շատ գլոբալ է, շատ իհարկե չենք մենք մանրանա, բայց անհամենայնիվ ինչու այս երաժշտությունը մեր որ ժամանակին ունենք հայկական էստրադա, որը հիմա չունենք հայկական էստրադա, ինչու այս ամենը երաժշտությունը եկավ այսպես մի ուղղությունով եւ գնաց դեպի մի ուղղություն, այլ ոչ թե լավ ամեն ինչը գոնե լիներ, հա, որովհետեւ մենք հիմա պրակտիկապես ունենք իհարկե, բայց շատ քիչ, հա, համեմատած այդ ամենի հետ։ Ինչու, ինչն էր պատճառը։ Ավելի հեշտ փող աշխատելու միջոցը։ Փող աշխատել։ Ընդհանրապես։ Այսինքն շատ մարդ ընդհանրապես չհասկացավ մի հատ շատ էլեմենտար մի բան, որ երբ որ դու հնչում ես TV-ով կամ ռադիոյով կամ որևէ մեդիայով ինչ-որ միտեղ, հա, դու ուզես չուզես դու կրթում ես։ Այսինքն դու այդ պատասխանատվությունը պետք է հասկանաս որքանով քո վրա ինչքան պատասխանատվություն կա քո վրա, որ քեզ մատաղ սերունդ է լսում, ասենք դու պետք է լավ բան տաս, դու չես կարող վատ բան անես։ Այսինքն այդ պատասխանատվությունը պարզապես լիքը մարդիկ չունեցան։ Դե եղավ այն ինչ որ եղավ, այսօր մեր էստրադան այլևս ռաբիզ է, մենք չունենք էստրադա։ Դե գիտես ինչ, համենայն դեպս իհարկե շատերը այս ամենի մասին լսելով տրամաբանական ինչ որ ասում են, բա լավ ինչի տակ բարենք, բայց օրինակի համար չէ որ կարելի էր նույնպես այդ բարելը ամենը բարելը լինի ազգագրական երգերի տակ, չէ՞, վերջապես մենք ունենք հրաշալի երգիչներ, ովքեր երգում են ազգագրական երգեր, նույն Մրոն, հա, Իդեպ ասեմ, որ Մրոյի մասնակցությամբ մի հարսանիքի եմ ներկա եղել, որտեղ իր խումբն էր բաղկացած մի մոտ 20 հոգի մարդ երևի, չգիտեմ, կարող է քիչ ավելի, բայց մի խոսքով։ Միակ հարսանիքներ, որից ես չէի ուզում, ասենք, մի կես ժամ հետո ասեի, դե լավ, ես գնամ մի քիչ զբաղված եմ։ Այն որ միջև վերջ մնացել եմ, չանես կախ, այսինքն այն որ ասում լուրջ ես ոնց արա, մենք սենց կարա սենց լինի, այնքան ենք բարել այդ հարսանիքին, ֆանտաստիկ մի բան է։ Այսինքն այդ գովնդիները, այդ հարսին շորը հագցնելուց, այդ հարսի սենյակում երկու աղջիկ են մտնում, սկսում են այդ գովնդիները երգել։ Հետո հարսին դուրս բերելը, այսինքն գնալ եկեղեցուց դուրս բերելը, գալ արդեն սրահում այդ ֆանտաստիկ բաներ, ազգագրական երգեր, գործիքներով կենթանի, ոչ մի ինչ-որ, ասենք, անգամ մինուսավոր ինչ-որ զապիչ չկար, որ ել չեմ ասում պլյուսավոր, Արսենի մասին ենք ասում։ Մի խոսքով, ֆանտաստիկ մի բան է, մենք ունենք այդ ամեն ինչը։ Ունենք, այո, մենք այդ ամեն ինչը ունենք, բայց մենք ինչ-որ չգիտես խի, ինչ-որ մուսուլմանական լադերին ավելի շատ ենք հակված, չգիտեմ, գենետիկա է լավ։ Դե ամենայն դեպս այնուամենայնիվ այո, եկեք ավելի ուշադրություն դարձնենք այդ ամենին, որովհետև տեսակ հիմա բառ օրինակ նոր Տիգրանը պատմեց կապված Հարսանյանց մի հանդես, որը ես պատկերացնում ինչ այսպես
տարբերվող է եղել եւ ինչ հետաքրքիր է, պատմում որ շատ տարբերվող է եղել։ Այն այսինքն ունենք, իրոք ունենք, միշտ ունեցել ենք, դրանում չի հարցը։ Ուղղակի մի քիչ երևի այդ ամեն ինչ որ հիմա ունենք, մի քիչ ավելի շատացնենք, հա, գուցե ամեն ինչ թող լինի։ Դրանում չի հարցը որ չլինի։ Հարսանիքից հետո գիտես ինչ էր այն որ վրաս իջել էլի, այն որ sense ես հպարտ էի, որ ես հայ եմ։ Ես պարզապես հպարտ էի, որովհետև մենք կարանք այս ձևով նորապսակներին այն որ ասենք կանանց ճանապարհ գնացեք ձեր կյանքը ապրեք, իրենք սաղ կյանք հիշելու են այդ հարսանիքը, որը իրանց արմատներից ընդհանրապես ոչ մի ձևով չկտրված մի բան էր, այսինքն իրանց ինքնությունից չկտրված մի բան էր։ Շատ լավ, այո։ Տիգրան ջան, եւս մի հարց եմ ուզում ուղղել, եթե չեմ սխալվում, երկար տարիներ նաեւ հանրային ռադիոյում դու գլխավոր ձայնային ռեժիսորն ես, ճիշտ եմ, ես հիշում թե 4 տարի։ 4 տարի։ Եվ բավականին այսպես քո աշխատելավոճում եղավ այն ամենը եւ նաեւ քո շնորհիվ, որ պահպանվեց շատ եւ շատ երկեր։ Այ մի քիչ խնդրեմ դրա մասին պատմես, որ նաեւ ցույց տանք այս օրինակը ցույց տանք նաև այլ ասպարեզներում, որ կարելի է այսպես անել նաև պահպանել, հա, այն ամենը ինչ ունենք, ոչ թե միան կորցնել շատ արագ։ Ինձ ամենաշատը հետաքրքիր էր արխիվը, որովհետև ինքը 80 տարվա ավել եւ իր մեջ պատկերացնում է ինչ գանձեր պետք է որ լինեն եւ իրոք կային։ Իհարկե պլենում ՑԿԿՊՍ-ս այս ինչ թվի ինչ որ բաներ ձայնագրված, որը բարձր մի խոսքով ինչ որ հա, այդպես պետք է ձայնագրել են մնացել է, բայց այդ չէ, այնտեղ բաներ կա, որ ասենք Փափազյանը բանա կարդում, Շեքսպիրա կարդում։ Գանձա, որը ասենք չկա էլ այդպես բան ոչ միտեղ, ասենք այդ ռադիոյի միտ կա, հասկանում։ Ֆրունզիկ Մկրտչյանի ինչ որ ինտերվյու, ասենք ռադիո թատրոններ։ Մեր խելար դերասանների հետ մասնակցությամբ, հասկանու՞մ, այսինքն այդպես բան էլ չկա, ու այդ մարդիկ չկան այլևս ցավոք։ Հասկանու՞մ, եւ ես էլ չեմ ասում երաժշտության մասին, ասենք Մերանգուլյանի անվան ասած, ինչքան բաներ է թողել եւ Ռուբեն Մաթեոսյանի, չգիտեմ, երևի 17-18 տարեկան ժամանակ կատարած երգեր, ինքն էլ երևի չէր հիշում արդեն դրանք։ Այդ ամեն ինչը 2004 թվից մինչև 14 թիվը, 14-ին ես անցա այդ պաշտոնին, արվում էր, սենց ասեմ, ոչ պատշաճ ձևով, այսինքն ինչ որ նախկին գլխավոր ռեժիսորը տենց որոշել էր, հա դե ես լարը ստեղից կեթանդե, կմիանա, այս կնոպկեն կսխմի, այսինքն անողը չգիտեր ինքը ինչ է, ինքը իրան ասել էին, այս պետք է անես, ու օրեկան ինչ որ չգիտեմ, 10 հատ բաբին տենց արվում էր, պլան էր էլի տենց, դա տենց չի արվում էլի, դրա համար կան AD converter-ներ, այսինքն analog to digital converter, ինքը պետք է լինի, եթե չկա ավիրում ես, դու ավելավա չանես այդ բանը, որովհետև այնտեղ tape-եր կային, որոնք դու մի հատ շանս ունես play տալու, ինքը այնքան հին է, որ թիթերին, որ քիչ ես ասենք մանկությունում թիթերին բռնեն, որ մատերիդ վրա մնում, այդ slow-ը, այդ շերտը, լրիվ մաշված արդեն, այսպես բռնում ես tape-ը, ինքը մնում է ձեռքիդ վրա, տենց play ստալ, ինքը մնում է մագնիտոֆոնի գլխի վրա, ու հետո պետք է իրան մաքրես, երկրորդ անգամ play-տես ֆշոց է գալու։ Հասկանում ես, ասենք ես պատկերացնում եմ 2004 թվականից մինչև 14 թիվը ինչերա վարի գնացել։ Պլյուս ասենք այնտեղ ինչ որ ջուրեր լցվել, առաջի դե շելֆերի վրա ասես դրացել, առաջի հարգի դրածները սաղ թափվել էր որտեղ բանի պետք չէ։ Մի խոսքով, հա, բայց տևեց ժամանակ եւ իհարկե լիքը ներվեր եւ ունեցա արխիվարիուս, այսպես ասած մականունը, որ ամեն ժողովին ասում էի արխիվը, բանարի։ Այսօր Փառք Աստծո այդ ամեն ինչը, հա, հենց այնպես չանցավ, Արտուրն այսպես զբաղվում է ամեն ինչով, անում է
իր գործը շատ լավ, որովհետև գիտի ինչ է անում, ինչի համար, որ իրան շատ շնորհակալ եմ։ Այո, շնորհակալ ենք։ Այո, իրոք պետք է պահպանել այդ ամենը, պետք չէ մոռանալ եւ պետք է պահպանել, որովհետեւ մենք շատ լավ բաներ ունենք, ունեցել ենք, հուսով ենք եւ կունենանք։ Տիգրան ջան, եւս ուզում եմ մի անդրադարձ կատարեմ, իհարկե այս քո հրաշալի տաղանդը նաեւ փոխանցվել է, եթե ես չեմ սխալվում, քո որդուն։ Այո։ Ով տղայիդ, ով ստեղծել է դետք խումբ, դետք չէ, ես ճիշտ եմ հիշում անուն, դետք խմբի մասին է խոսքը գնում։ Մի քիչ կպատմես ոնց ստացվեց եւ առասարակ ինչ են երգում իրենք։ Գուցե իրանք, եթե չեմ սխալվում, ուրիշ ոճի երգեր են երգում, ոչ թե այն ինչ որ դու ես երգել, բայց իհարկե այն էլ չէ, ինչ որ հիմա բոլորն են երգում։ Դետքը Արմանի մասնակցությամբ ուրեմն հավաքեց մեծ Արմանը, ասենց ասում։ Արմանը ամպ ենք իրան ասում։ Ամպի հավաքած խումբն է, մեջը կար 3 տղա, այսինքն դետք նշանակում է դիտակետ, եւ այդ 3 տղաները զինվորներ էին, ծառայում էին Ղարաբաղում, տենց գրեթե մի քիչ տարբերությամբ իրարից, բայց երկուսը ծառայում էին իրար հետ, տղաս եւ Միկան, որը հիմա խմբում չի, Վահանը մի քիչ ավելի շուտ բանակ գնաց եկավ, Վահանը դեպ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, Արմանը դեռ Երևանում է, ինչ որ երգեր հիմա անում են էլի իրար հետ, դետքը ընթացքի մեջ է, մի քիչ փոխի երևի իր ստիլը այն առումով, որ երգերը կփոխվեն ավելի ռազմահայրենասիրական ինչ որ տենց երգերից, ավելի կփոխվեն ավելի փափ ժանրի եւ պիտի փորձենք ինչ որ փակագծեր բացեմ մի փոքր այդ ամենը լինի անգլերեն։ Այդպես։ Շատ լավ։ Դե ամենայն դեպս մենք կարծում ենք դեռ առիթ կունենանք ինչու ոչ լուսաբանելու այդ ամենը։ Իհարկե։ Շատ լավ։ Եվ Տիգրան ջան, մինչ անցնենք մեր հաղորդման հաջորդ էջին, գիտես, հեռուստատեսությունը, կինոն, բնականաբար երգը, բեմը, լավ այսպես ասեմ, բեմը, իհարկե գաղտնիք չէ, որ դա ճահի չէ, երբ որ դու հայտնում ես բեմում, դու չես կարողանում առանց բեմ։ Հեռուստատեսությունում այդ ամենը իհարկե նույնն է։ Այ քեզ շատ դժվար չէ այնուամենայնիվ այս բավականին երկար ժամանակ այնուամենայնիվ որոշակի ակտիվության մեջ չլինել, ի նկատի որպես դու բեմի ներկայանալու մասին է իհարկե խոսքը գնում։ Կարոտում ես երևի իհարկե կարոտում ես։ Հա, ի վերջո իմ մասնագիտությունը ես երկիչ եմ այնուամենայնիվ։ Եկեք չմոռանանք, էլի, ինչի համար ենք հավաքվել։ Հա, սենց մի հատ ինչ-որ պարադոքս, որը ինձ համար պրիորիտետնի չի եղել, ավելի պրիորիտետնին եղել է ձայնային ռեժիսուրան, քան երգեցողությունը։ Դրա համար ես մի քիչ ավելի թեթև եմ տանում, որտեղ հիմա ավելի դժվար եմ տանում այն փաստը, որ ստուդիան չկա։ Բայց ամեն դեպքում ստուդիան ստեղ Ամերիկայում կա, իմ տանը ինչ որ պետքա։ Աշկան այստեղ է, դա։ Այո, ունեմ եւ այդ որ ասում եմ 11 գործից 12-րդն է այլևս եղել, այդ եղել է ստեղ իմ տանը, իմ ստուդիայում, հա։ Այդպես։ Այսինքն այդ պրոյեկտը ինչ եմ ասում, շարունակական բնույթ է կրելու, որտեվ այլևս կանգնել չկա։ Այո, միանշանակ։ Հա։ Սկիզբը տրված է եւ գիտես ինչ, ինչու ոչ, նաեւ այս ամենը երբ արդեն իրականացվի, արդեն վերջնական տարբերակ ունենա, ինչու ոչ, կարելի է այդ ամենը կարգավորել համերգային ծրագրեր, չէ՞, այդ ամենը անել իհարկե արդեն վերադարձ կլինի դեպի բեմ, որը կարծում եմ բոլորս անապերք կսպասենք։ Այդ պրոյեկտի հետ կապված նաեւ կա մի միտք, որը կար ամենասկզբում եւ ինքը հիմա ավելի ոնց որ սկսում է ավելի ակտիվանալ, ավելի սկսում են մարդիկ ներգրավվել այդ ամեն ինչը բանին բերելու, կյանքի բերելու, նկարվելու է ֆիլմ, որը գնալու է Կանի ֆեստիվալ եւ պարտադիր շահելու է Grand Prix, պարտադիր։
այլապես չի գնալու։ Ահա, շատ լավ։ Նպատակը դա է, որ ինքը Grand Prix պիտի շահի։ Կարճամետրաժների մեջ ինքը չի մտնում, որտեղ կարճամետրաժը 15 րոպե է կարծեմ։ Ահա։ Մյուս տարբերակը 73 րոպե, այսինքն 11-12 երկը քիչ է։ Պետք է էլի երկեր գրվեն եւ սցենարը մոտավորապես այսպեսի մի բան է, հա, ասենք գյուղ է, որտեղ բոլոր այդ մասնագիտությունների մարդիկ կան, այսինքն խաչքարագործը իր, չգիտեմ, ասենք այդ խաչքարներով բան եւ այլն, գորգագործը կողքի դուռնա այն, մյուս կողմը այն թափնա, բան եւ այլն, այսինքն սենց էս ամեն ինչը կա եւ այդ գյուղում ապրում են այդ մասնագետները, հա, եւ իրենց երեխաները ամուսնանում են, հարսանիքներ են լինում եւ այլն։ Մի երկել կա, այս վերջի երկը իդեպ հայրոն ու մայրոն ամուսնանում են։ Այդ գյուղի երեխեքից են այդ երկուսը, որը իրար տեսնում են, սիրահարվում են եւ ընտանիք են կազմում։ Այդ ամեն ինչը պիտի նկարվի, այսինքն պատկերացրա ինչքան գեղեցիկ ֆիլմ կարա լինի, հա, մեր տարազները ընդգրկելով ընդհանուր միջև նոր պարեր հնարելով։ Ահա, այսինքն գորգագործը կամ խաչքարագործը պետք է ունենա իր համար խորեոգրաֆները պետք է մտածեն հայկական էլեմենտներով պարեր։ Եվ այդ էլեմենտները պետք է լինեն այնքան ոչ բարդ, sense ասեմ, հա, simple, որ նույնիսկ մանկապարտեզի երեխեքը կարողանան այդ պարը պարեն եւ այդ երեխաները արդեն մանկուց պետք է իմանան, որ սա իրենց պարն է։ հրաշալի գաղափար, եւ անպայման միանշանակ ես համոզված եմ, որ կկոչվի կյանքի, բայց դրա մասին նաեւ քիչ ուշ կխոսենք, եթե կարծում արդեն որոշակի առումով խոսեցինք հերակա կամ մոտակա պլանների մասին, որը քիչ ուշ անդրադառնալու են, կարծում եմ դեռ էլի որոշակի գաղափարների մասին կխոսենք։ Հիմա անցնենք մեր հաղորդման հաջորդ էջին, որպեսզի լավ խոսեցինք այսպես շատ հրաշալի հիշողություններ, խոսեցինք տարբեր նախագծեր, հիմա մի քիչ թեթևանանք այս ամեն ինչ եւ մի փոքրիկ այսպես զվարճալի հումորային անցնում ենք մեր էջին, երեք հատ երգ ենք լսելու, տարբեր տեսակի երգեր են, իդեպ շատ տարբեր, շատ փոքրիկ հատված, կարճ։ Երգը ընդհատվելու է եւ ես 4 տարբերակ քեզ ասում եմ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Նու տվյալ պարագայում իհարկե նուրին ավելի հեշտ կլներ, որտեղ նուրն է երգի բառերը գրում, դու երաժշտություն ես, բայց օրինակ, եթե լիներ իմ յուրը, բայց այնուամենայնիվ, փորձենք համեն դեպս զգուշակես, դե դու էլ կարծում եմ կարողանաս իհարկե քո երաժշտական տեսանկյունից այս բառը կմտնի մեջը, թե չէ։ Փորձենք։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Տիգրան Պետրոսյանը հենց հիմա անցնում ենք մեր հաղորդման հաջորդ էջին, երկրորդ էջին եւ միասին խնդրեմ լսենք առաջին երգի հատվածը։ Խնդրեմ։ Քամու հետ անցավ իմ օրերն ունայն, հոգում իմ արտնացավ մի հույս, ես ամրող անձայն լուրաշնան նման, թերթում էի ժամեն անլույս, նոր եմ հասկացել, որ քեզ չեմ մոռացել, հոգիս էր պարզապես լռել, ծովին հույսերից, կյանք առավ նորից, այն սերը որ կապեց։ Կյանք առավ նորից այն սերը որ կապեց, հիմա տարբերակները, քեզ ու ինձ, առանցուի, քեզ դռնից եւ քեզ դեմից։ Կյանք առավ նորից այն սերը որ կապեց քեզ ու ինձ, քեզ դռնից եւ քեզ դեմից։ Քեզ ու ինձ երևի։ Քեզ ու ինձ, իսկ ինչու ոչ քեզ ինձ։ Քեզ ինձ։ Իսկ քեզ դեմից չէ, կյանք առավ նորից այն սերը որ կապեց քեզ դեմից։ Չգիտեմ ինչի է դեմից կապում, բայց կապում։ Քեզ ու ինձ, այսինքն քեզ եւ ինձ կարող լիներ ավելի շուտ, եթե այդպես վերցնենք։ Հələ մի հատ էլ, ինչ էր սկիզբ։ Կյանք առավ նորից, այն սերը որ կապեց քեզ ու ինձ առաջի տարբերակը, քեզ ինձ երկրորդ տարբերակը, հա, քեզ ինձն էլ կարող լինի։ Քեզ դռնից եւ քեզ դեմից։ Հա, դռնից դեմիցը բացառվում է։ Դեմից դռնից հետո ինձ։ Հա։ Սկզբից դռնից, հետո դեմից, հետո
Հետո չորնի վխոդից տենց Հա, կապ չունի, հա։ հետո մուտքը արգելված է։ Հետո մուտքը միայն զույգերով։ Կապեց քեզ ինձ։ Հա, կարա լինի, երևի թե։ Քեզ ինձ, ոչ թե քեզ ու ինձը։ Եթե քեզ ու ինձ ունչի երևի եւն, հա։ Դե ինչի՞ բայց կյանք առավ նորից, այնպես որ կապեց ես չգիտեմ, ես իհարկե դու ավելի Չնայած այստեղ եւ նա էլ կա եւ նա կարող է լինել, այնպես չի որ այսպես ասեմ։ Բայց հաշվանելով որ ես չգիտեմ ճիշտ տարբերակը, դու պետք է ընտրես։ Կապեց Դե ես միշտ ասում եմ բազմիցս եւս մեկ անգամ կրկնեմ, առաջին համենայն դեպս եթե երկը պարտվում ենք, դեռ երկու երկ ունենք, որ փորձենք հաղթելու։ Դրանց ոնց որ միշտ առաջինը երբ պարտվում է մեր հյուրը, ասում եմ ոչինչ։ Մի մտածեք, երկու հատ ունենք դեռ։ Այո։ Սրա պրիզը ինչ է։ Մենք սպես հավաքում ենք դեռ, հավաքում ենք, տեսնենք լավագույնների լավագույնը, հələ տենց հավաքում ենք։ Ինձ քեզ ինձ։ Քեզ ինձ։ Հա, Սա ընտրեցիր։ երևի։ Շատ լավ։ Կյանք առավ նորից այն սերը, որ կապեց քեզ ինձ։ Այս տարբերակը ընտրեց Տիգրանը առանց ուի։ Խնդրեմ լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երկրորդ հատվածին։ Ծով իմ հույսերից, կյանք առավ նորից, այն սերը, որ կապեց քեզ ինձ, շուրջ Բրավո։ Քեզ ինձ։ Այ այսպես տեսնում եք մի անգամից մարդիկ ովքեր կապ ունեն երաժշտությանը, դրանց համար շատ հեշտ է այս հարցը լուծել։ Այդ մենք չի որ տենց 8 ժամ սես նստենք, մտածենք всё-таки քեզ դեմից թե քեզ դռնից։ Ներքուսի մեջ է լինում։ 1-0 Տիգրանը հաղթում է եւ Տիգրան ջան, խնդրեմ երկրորդ երգը լսենք։ Ահա։ Ախ կանչում է քեզ սիրտը իմ, ախ կանչում է քեզ սիրտը իմ, արի սիրեմ այս գիշեր, արի ինձ մոտ այս գիշեր, արի ինձ մոտ ողջ գիշեր եւ արի յանտուր այս գիշեր։ Արդեն հոգնել է։ Հերիքա յանտուր։ Ախ կանչում է քեզ սիրտը իմ, այսինքն դա սկիզբն է, ախ կանչում է քեզ սիրտը իմ, մի խոսքով արի սիրեմ այս գիշեր, արի ինձ մոտ այս գիշեր, արի ինձ մոտ ողջ գիշեր եւ արի յանտուր այս գիշեր։ Դա տևում է մոտավորապես մի 4-5-րդ օրից հետո։ Հա։ Ինձ թվում է այս երկի դեպքում ամեն ինչն էլ կարա լինի։ Բոլորովին չի զարմացնի նաեւ 4-րդ տարբերակը։ Այո։ Կստացի ավելի կրեատիվ կլներ, քան ինքը parza չկա։ Որ մեկը, 4-րդը։ 4-րդը։ Հա, յանտուն։ Այո։ Ինքը իդեպ հա, եթե օրինակ ախ կանչում է քեզ սիրտը իմ արի յանտուր այս գիշեր, որ եթե իրոք էսպես երկվեր, ինքը բավականին էսպես տարածված կլիներ լայն շրջանակներում, որովհետև դա կարծում եմ շատերին որոշակի առումով դե մոտ բան է։ Իդեպ եւ կանանց եւ տղամարդկանց միջեւ, այնց չի որ այսպես սիրելի կանայք տենց դուք մի բաց կացեք, այնպես չի որ սա ընդհանուր։ Արի երևի այն առաջինը ինչ։ Արի սիրեմ այս գիշերն է առաջինը, հետո արի ինձ մոտ այս գիշեր, հետո արի ինձ մոտ այս գիշեր։ Իսկ արի ինձ մոտ ողջ գիշեր չենք ուզում։ Ողջ գիշեր։ Չէ, ավելի երևի արի ինձ մոտ այս գիշեր։ Այս գիշեր հələ արի, արի այս գիշեր, հետո կորոշենք ինչ ենք անում։ Ողջ գիշեր կմնաս։ Ախ կանչում է քեզ սիրտը իմ, արի ինձ մոտ այս գիշեր, այս տարբերակը ընտրեց Տիգրանը, լսենք ճիշտ տարբերակը, որը ես նույնպես չգիտեմ, հիմա կլսեմ ձեզ հետ միասին եւ անցնենք երկրորդ եզրափակիչ երգի հատվածին։ Խնդրեմ։ Կախարդել ես դու իմ հոգին, քո աչքերով խելահեղ, ախ կանչում է քեզ սիրտը իմ, արի ինձ մոտ այս գիշեր, քո հայացքը Ֆանտաստիկա, 2-0 ջախջախեց արդեն Տիգրանը։ Հիմա պարզապես մնաց երրորդը, արդեն իսկ հաղթել ես։ Հիմա տեսնենք 3-0,
ոնց որ ասած սուխո սուխո Չորով։ չորով ախտում Տիգրանը թե այնուամենայնիվ թեթև ինձ տեղա թողում 2-1-ի։ Եվ այսպես 2-0 եւ երրորդ երկն ենք լսում այս պայն, խնդրեմ։ Ահտի միջին քաղկանեմ, յարիս կսպասեմ, անուշ երկեր կերքեմ, սիրուս կգովեմ, դաշտի միջին ասկանեմ, յարիս կսպասեմ, իմ երկերով ես հերվից։ Յարիս ես կսպասեմ, իմ երկերով ես հերվից, յարիս կկանչեմ, իմ երկերով ես հերվից, յարիս կսիրեմ, իմ երկերով ես հերվից յարիս կսպասեմ եւ չորրորդ տարբերակը իմ երկերով ես հերվից փողեր կաշխատեմ։ Ջան։ Այո։ Դզես։ Իմ երկերով ես հերվից յարիս կկանչեմ, յարիս կսիրեմ։ Յարիս կսիրեմ դե որոշակի առումով դա ինչ որ վիրտուալի մասին է խոսքը գնում, որը մեր ժամանակաշրջանում նույնպես տարածված, չգիտես ինչու, եթե կա ոչ վիրտուալ, ինչու վիրտուալ, բայց ամեն դեպս մարդիկ գնացել են նաև այդ ուղով։ Իմ երկելով ես հերվից յարիս կկանչեմ, որը նույնպես շատ հնարավոր է, որովհետև այնտեղ հերվից սկսում է, գոռում, ասում աղջիկ ջան, ինչ ես գոռում, ասում յարիս եմ կանչում։ Հա, եւ յարիս կսպասեմ իմ երկերով ես հերվից, այսինքն երգում է եւ սպասում է իր յարին, դե մարի ու իմացի, որ սպասում է։ Եվ իհարկե ամենատրամաբանական իմ երկերով ես հերվից փողեր կաշխատեմ, ու կուղարկեմ յարիս ամենակարևորը, ամիսը 1։ Ասում եք յարիս կուղարկեմ։ Հիմա յարիս կկանչեմ այստեղ։ Իմ երկերով ես հերվից յարիս կկանչեմ այս տարբերակը։ Յարիս կսիրեմ ոչ։ Յարիս կսպասեմ էլի ոչ։ Ну, եւ փողեր կաշխատեմ, դե Էդի ակնհայտ դրա մասին ոչ մի չի դրա մասին չի գրում, էդի սուս աշխատում։ Էդի ինձ որ լիքը մարդ չի իմանում, հələ մի հատ է որ հարցում ես ինչ եղավ։ Մի քիչ ինչ էր։ Շատ լավ։ Իմ երկերով ես հերվից յարիս կկանչեմ այս տարբերակ ընտրեց Տիգրանը, լսենք եւ տեսնենք թե ինչ վերջապես հաշիվ այսօր մենք ունենանք։ Խնդրեմ։ Ահտի միջին քաղկանեմ, յարիս կսպասեմ, անուշ երկեր կերքեմ, սիրուս կգովեմ, դաշտի միջին ասկանեմ, յարիս կսպասեմ, իմ երկերով ես հերվից, յարիս կկանչեմ։ Ես պարզապես ասում եմ բրավո, չորով, սուխո։ Հաղթեց Տիգրանը 3-0, իդեպ հաղթեց սիրելի հեռուստադիտողներ, դուք նույնպես տեսաք այդ ամենը բացարձակ առանց իմ օգնության, որովհետև ինքը այսպես որոշեց, ինքը ասեց, ինքը արեց։ Ոնց որ ասած, տղամարդը ասեց, տղամարդը արեց։ Բրավո, 3-0։ Տիգրան ջան, հիմա արի մի քիչ մինչ մեր հաղորդման ավարտին հասնելը, կրկին մի քիչ խոսենք մոտակա պլաների մասին։ Կրկին անդրադառնում ենք, այսինքն այս նախագիծը, հրաշալի նախագիծը քո նոր։ Իդեպ անունը կա, դեռ որոշված չէ։ Անունը կա, կոչվում է մի բուր հող։ Մի բուր հող, հրաշալի անուն, մի բուր հող նախագիծը մինչև այս տարվա վերջ արդեն կա, հուսով ենք իհարկե կլինի արդեն եւ բոլորը ականատես կլինեն այս հրաշալի երգերը լսելով, միասին բոլորս կվայելենք։ Մի բուր հող նախագիծը, երկրորդը արդեն իսկ դու ասեցիր կապված ֆիլմի հետ։ Այո։ Եվ իհարկե շարունակում է ստեղծագործել դե բնականաբար արդեն քո ստուդիայում տարբեր գործիքավորումներ, հա, երևի տարբեր երաժշտություն։ Այո։ Իսկ էլի ինչ որ թե դա պարզապես արդեն այնքան շատ է, որ դե էլ ոնց հասնես էլի։ Դե հիմնականում ամբողջ ուժը դրված է այս պրոյեկտի վրա եւ իր շարունակության վրա։ Հիմա եթե ասենք նորի մոտ բառերը ինչ որ հայտնվում, անմիջապես դրա վրա հայտնվում։ Հետո կարող են նոր ինչ որ մասնագիտությունները, չէ՞, լինի ընթացքում, թե դա ուզում եք սրանով եզրափակեք, կարող է մասնագիտություն չլինի, լինի ուրիշ բան, բայց ինքը որ կլինի, դա միանշանակ է։ Շատ լավ, դե ես կարծում եմ իհարկե կսպասենք բոլորս եւ մեծ սիրով կլուսաբանենք Տիգրան ջան, կսպասենք իհարկե մեծ սիրով քեզ հյուր, որովհետեւ կարողանանք արդեն մեր հասարակության այդ ամենը իհարկե ներկայացնենք։ Եվ մինչ մի փոքրիկ անակնկալ կրկին կխնդրենք քեզ հաղորդման ավարտին, սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր նախագծի գործընկերների Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Միայն այստեղ կա տաք հանքային ջրեր, լողավազաններ տաք հանքային ջրով, միայն այստեղ։ Այնպես որ եթե ուզում եք այս ամենը վայելեք, պարզապես այցելեք այնտեղ, օդը մաքուր,
բնությունը մի խոսքով, այսպես խոսքերով չասեմ, գնացեք եւ ինքներդ կտեսնեք, հետո կասեք, վայ Արմեն ջան, ապրես, ես ինչ լավ բան ասեցիր։ Եվ մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center-ը կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում է այդ մարդկանց վերադարձնում լիարժեք կյանքի։ Եթե դուք ունեք նման խնդիր, ձեր շրջապատում, ձեր հարևան, ընկեր, բարեկամը ունի նման խնդիր, մի անտեսեք, օգնեք այդ մարդուն։ Պարզապես 911 Detox Center մնացածը կանեն մասնագետները հեռախոսահամարն է 409 9000 Եվ Տիգրան ջան, ճիշտն ասած մեր հաղորդման ավարտին միշտ մեր հյուրերին երգիչ-երգչուներին տվյալ պարագայում իհարկե խնդրում ենք մի փոքրիկ երգով ողջունեն մեր հեռուստադիտողներին, բայց թույլ կտաս ես այսօր մի քիչ ֆորմատային փոփոխություն, եթե դեմ չես լինի անենք, հա, եւ եւս մի դեմո տարբերակ լսենք քո այս հրաշալի նախագծից, որովհետեւ տպավորությունները շատ են եւ հա ուզում ես լսես Տիգրանին եկեք սպասենք բեմում կլսենք, հետո մյուս անգամ անպայման նախոստան այսպես մեր հաղորդման ընթացքում նույնպես կերկի, հիմա պարզապես եկեք մի դեմո եւս մեկ դեմո տարբերակ լսենք, իդեպ ես կցանկանամ, եթե դեմ չես լսենք դու խոսեցիր քիչ առաջ այդ հարսան դա արդեն հարսանյաց ինչ որ հանդեսի մասին է, չէ՞ խոսքը գնում։ Լսենք, եկեք վայելենք այս մի քանի րոպեն եւ այնուհետեւ կավարտենք մեր հաղորդումը, խնդրեմ։ Սիրահարված հայրո մայրո շուտով հարսանի կանենք, սիրահարված հայրո մայրո շուտով հարսանի կանենք, սիրուն մայրո հերիք նազես, ինձիկ նայե խորոտեմ, սարեն իջնեմ դաշտեր քելեմ, ծաղիկ հյուսեմ պսակեմ, Սիրուն հայրո հետ չեմ նազում, քեզիկ նայեմ չեմ տեսնե, դաշտը հեռու սարում նախիր, հենեգելը կուշտ կլնե, սիրուն մայրո մազը դերգար, խելքդ բարակ գելուտես, սարկը մանամ սարման ուշակ, Սրտիս հոգուս ծաղիկնես, սիրուն հայրո սարեն նստած, քեզիկ սպասեմ խրոխտես, նախիր պերտուն հետո գնա, դաշտեր ձորեր մոլորես։ Ծաղկե պսակ վարդման ուշակ, զանգակ բամբակ փետուր բաց, Պարենք բռնել ընտանիքած դաշտի ծաղկով պսակված, Ծաղկե պսակ վարդման ուշակ, զանգակ բամբակ փետուր բաց, Պարենք բռնել ընտանիքած դաշտի ծաղկով պսակված։ Երկու հոգի հայրո մայրո դաշտի պսակ մի տանիք, Երկու հոգի հայրո մայրո դաշտի պսակ մի տանիք, Սիրուն մայրով վստան հաքի, արև գլխիդ փայլուն ես, գելու գազան երթան կորչին, սարեն իջնեմ քեզ տանեմ, խիզախ հայրո սարս դունես, ամպեր գլխիդ հավքվին, թե գագաթիդ գել դու չունիս, Հացը թխիմ քեզ սպասիմ, Ծաղկե պսակ վարդման ուշակ, զանգակ բամբակ փետուր բաց, Պարենք բռնել ընտանիքած դաշտի ծաղկով պսակված, Ծաղկե պսակ վարդման ուշակ, զանգակ բամբակ փետուր բաց, Պարենք բռնել ընտանիքած դաշտի ծաղկով պսակված։ Բրավո, Տիգրան ջան, շնորհակալ եմ անչափ այս հրաշալի երեկոյի համար, առանձնահատուկ շնորհակալություն այս նախագծի համար։ Ես պատկերացնում եմ, որքան գեղեցիկ այս երգի տակ կարող են հարսանյանց հանդեսները օրինակ անցկացվեն եւ այս երգի, այս հրաշալի երգի տակ բարեն, վայելեն բառի բուն իմաստով։ Շնորհակալ եմ քեզ եւ իհարկե մաղթում եմ քեզ հաջողություն այս բոլոր նախագծերում։ Շնորհակալ եմ առանձնահատուկ այս ազգագրականը պահելու համար եւ իհարկե սիրով կսպասեմ կրկին մեր տաղավարում։ Մեծ ուրախությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք արդեն հանդիպելու ենք հաջորդ 5 շաբթի կրկին նույն ժամին նույն տեղում AMJ-ի հեռուստաընկերության ուղիղ եթերում եւ իհարկե ժամը 22:30, այնպես որ ինչ եք անում դուք այսպես շարունակում եք դիտել AMJ TV, իսկ մենք այսպես գնում ենք եւ պատրաստվում ենք մեր հաջորդ հաղորդմանը։ Առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, ձեր անմոռանալի հանգիստը Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ, բացօթյա եւ փակ լողավազաններ, ջեկուզի, հանքային տաք բուժիչ ջուր, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան եւ խոհանոց։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։